Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրում տեղի ունեցած դանակարության դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Միջադեպի հետևանքով վիրավորվել են նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը և նրա ծնողները։ Ըստ նախնական տեղեկությունների, դեպքը տեղի ունեցել ընտանիքի տան բակում։ Դեպքի վայրում աշխատած իրավապահները հայտնաբերել են արյան հետքեր ինչպես բակում, այնպես էլ հարակից փողոցում։ Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Վիրավորներին շտապ տեղափոխել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է անհետաձգելի բուժօգնություն։ Բժիշկները վիրահատել են Արմեն Եղիազարյանին և նրա ծնողներին։ Նրանք շարունակում են մնալ բժիշկների հսկողության ներքո, իսկ հիվանդանոցում հերթապահում են նաև ոստիկանության ծառայողները։ Մինչ իրավապահները շարունակում են քննությունը, Ջրաշենի բնակիչները նշում են, որ Եղիազարյանների ընտանիքը համայնքում հայտնի է որպես համեստ և աշխատասեր ընտանիք։ Նրանց խոսքով, նախկինում չեն հիշում դեպքեր, երբ ընտանիքի անդամները ներգրավված լինեին լուրջ վեճերի կամ բախումների մեջ։ Բնակիչների փոխանցմամբ, Արմեն Եղիազարյանի կինը դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի, իսկ ընտանիքը մեծացնում է 3 երեխայի։ Նրանք զբաղվում են ընտանեկան բիզնեսով և գյուղացիների կարծիքով կատարվածը որևէ կապ չունի քաղաքական կամ վաղեմի անձնական տարաձայնությունների հետ։ Տեղացիների պատմելով, միջադեպից առաջ ընտանիքը պատրաստվում էր մասնակցել խնջույքի։ Գյուղում շրջանառվող տեղեկությունների համաձայն, վիճաբանությունը կարող էր սկսվել ավտոմեքենայի կայանման կամ երթևեկության շուրջ առաջացած տարաձայնությունից։ Միաժամանակ, այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, և դեպքի պատճառների վերաբերյալ վերջնական գնահատական կտրվի միայն նախնական քննության ավարտից հետո։ Գյուղում նաև նշում են, որ դեպքի մեջ կասկածվող անձը Ջրաշենի բնակիչների ընտանիքից է, սակայն բնակվում է Սպիտակում և հանդիսանում է զինծառայող։ Այս տեղեկության առնչությամբ նույնպես իրավապահները պաշտոնական մանրամասներ դեռ չեն հրապարակել։